որ դատարկ չանցնի, ես համաձայն եմ այդ ստանձնել, որ այսօր չստացվի, որ պարզապես եկել եք եւ չեք ստացել նյութ։ Այո, այս տարի չէ։ Նախագիծը այսօր։ Այո։ Սկսում ենք։ Պարոն Թորոսյան, հայտնի է, եթե քաղաքացիական պայմանագիրը կուսակցական համաժողովը անելու կուսակցության խորհրդի ձևավորման հարցերը Օրենքով սահմանված կարգով մենք որոշումը կկայացնենք, մեր կանոնադրությամբ նոր փոփոխություններ ենք իրականացրել, որի շրջանակներում համաժողովը չի տևելու 1 օր, հա, ինքը բավական երկար գործընթաց է լինելու եւ ամեն փուլի մասին պատշաճ կտեղեկացնենք, ինչպես նախկինում էլ արել են, կարծում ենք, որ նաև քաղաքական ուժերը պետք է շատ թափանցիկ լինեն իրենց ներքին գործընթացներում, ինչպես մենք ենք թափանցիկ, դուք նաև կարող եք նկատած լինեք, որ հիմա էլ առաջադրված տեխնացուները ըստ էության հրապարակային հայտնում են իրենց առաջադրման մասին, ակնկալում են նաև իրենց կուսակից ընկերների քվեն, ինչը շատ առողջ գործընթաց է եւ այդ տրամաբանության շրջանակներում շարունակելու ենք մինչեւ բուն կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը։ Բայց ժամկետներ կարող եք ասել Գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում, եթե սոցիալական մեդիային հետևեք, ամեն փուլին ինչ որ ձևով, գիտեք, դեկտեմբերի 1-ից սկսած հաստատումների process-ները մինչև այդ առաջադրումն է, այսինքն ինքը բավական երկար գործընթաց է եւ օրենքի իմաստով երբ որ կարիք կլինի ներկայացնելու արդեն այդ ամեն ինչը պատշաճ իրականացված կլինի։ Այսինքն հիմա ժամկետներ դեռ չեք ասի։ Չէ, ասելու անհրաժեշտություն չկա, որտեղ մենք հիմա այդ գործընթացի մեջ ենք, այսինքն դա մի օրվա գործ չի լինելու, որ ասեմ այսօրն է որոշվելու։ Լավ չեմ հասկանում, այսինքն հիմա համաժողովը ամենօրյա աշխատանք է, թե Համաժողովը վերջնական որոշումը ֆորմալ ձևով կընդունվի, բայց մինչ այդ կան գործընթացներ, որով մենք անցնում ենք եւ նաեւ ներկուսակցական, այսպես ասած, հրապարակային, հա, քարոզարշավ, որը տեղի է ունենում, որը տեսանելի է բոլորի համար, այդտեղ որևէ գաղտնի բան չկա եւ պատշաճ կիմանաք, երբ որ նոր բան տեղի ունենա։ Պարոն Թորոսյան, մոտ 300 անձի հայտ հաստատել է վարչությունը, ուղղավորել ոնց որ թե դա հստակ չի ասել, թե ասել է պաշտոնապես եթերին։ Կա հստակ թիվ, խնդրում եմ նշեք, կհստակեցնեք այստեղ քանիսն էին ոչ կուսակցական եւ պարոն Թորոսյան, ոնց է ձևավորվելու առաջին նախ ասվում է, որ առաջին 50 համարները կոնկրետ համաժողովի ընթացքում են ընտրվելու եւ այլն տարբերակներ ներկայացում են, կարող եք հիմա մի քիչ հստակություններ մեզ։ Տեսեք, նախ այո, մոտ 300 հոգու մասին է խոսքը, բայց այդ թիվը կարող է փոխվել դեպի նվազում, որովհետեւ կարող են լինել ինքնաբացարկներ եւ այլ պատճառներով դուրս մնալ, հա, ասենք մենք ունենք նաեւ ընտրագրավի ինստիտուտ, ընտրագրավից հրաժարում եւ այդպես շարունակ եւ լինելու են տարբեր փուլով ռեյտինգավորումներ եւ քվեարկություններ, որի նորից եմ կրկնում, ամեն փուլի վերաբերյալ պատշաճ կտեղեկացնենք, այն ըստ էության լինելու է խիստ ժողովրդավար եւ կուսակցության պատվիրակների կողմից ընտրված ցուցակ որոշակի կարգավորումներով, հա, որտեղ շատ դժվար է միանգամից 300-ին դասավորել եւ ամեն փուլի մասին պատշաճ կտեղեկացվի, նաեւ կարծում եմ կհրապարակենք ամբողջ ցանկը վերջնական, երբ որ հաստատումը լինի, ըստ նաեւ եւ նախնական եւ վերջնական։ Այսինքն պատվիրակները քվեարկելու են ինչ որ կոնկրետ թիվ, այսինքն մինչև այսինչ տեղերը զբաղեցնելու համար, թե Որոշումները ընդունվելուն պես, եթե անհրաժեշտ է հրապարակել, մենք հրապարակում ենք, այդ process-ը դինամիկ process է, ընդունվում են որոշումներ, մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ։ Այս պահին սրանից ավել բան չեմ կարող ասել։ Պարոն Թորոսյան, առաջին համարի եւ ընդհանրապես հերթականությունը ինչպես է որոշվում։ Ասում որ պատվիրակներից յուրաքանչյուրը 50 հոգու է կազմավորվել։ Այդ 50-ների մեջ ով ամենաշատ է եղավ, այսինքն կրկն 6000 անգամ կամ չգիտեմ 900 անգամ 50-ների մեջ նա է լինել վարչապետի տեխնատուն, դա ոնց է գլխի տեղը եւ Նիկոլ Փաշինյանը։
քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միշտ իր որոշումներում առաջնորդվում է ժողովրդավարական կանոններով, ինչպես տեսել եք, մենք նաև նախորդ համաժողովի ժամանակ վարչություն եւ վարչության նախագահ ընտրելիս ունեցել ենք այդ ամեն ինչը, դուք ներկա եք եղել, ամեն ինչ հրապարակային ա եղել, նույնը տեղի է ունենալու այս անգամ եւ ցուցակի առաջի համարի ընտրության հարցում մանրամասների մասին այս պահին ավել բան չեմ կարող ասել, որովհետեւ մի մասը կասվեն, երբ որ պատշաճ կլինի օրը, մի մասն էլ դեռ քննարկվում է։ Իսկ այդ գործընթացը քվեարկության երբ է։ Արդեն պատասխանեցի ձեր հարցին, այսինքն տարբեր փուլերում տարբեր քվեարկություններ են տեղի ունենալու։ Պատվիրակները տարբեր փուլերում տարբեր քվեարկություններ են անելու։ Միձերի չի բարդացել, պարոն Թորոսյան։ Բարդացել է, բայց առաջի անգամ ենք նման ձևով մենք գնում ընտրությունների, խոսքը 18 թվականից հետոյի իմաստն է, որտեղ մինչև 18 թվականը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը էլի այսպես է ձևավորվել համաժողովի կողմից, բայց մենք դրանից հետո ունեցել ենք արտահերթ ընտրություններ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում վարչությունն է ձևավորել ցուցակները եւ մենք ենք ձևավորել ըստ էության առանց համաժողովի։